Բարի ողջույն, հարգելիներս։ Միշտ գրում եմ իմ Facebook-ային էջում դիտարկումներ Գերմանիայից, հիմա կսկսեմ արդեն դիտարկել live-ով Գերմանիայից, կարծում եմ, որ տենց ավելի ճիշտ կլինի, նաև կենթանի խոսքը որևէ կերպ ավելի մեծ ազդեցություն ունի, քան գրավոր խոսքը։ Արագությունները փոխվել են, կյանքը տեխնիկապես ավելի զարգացել է եւ կարճ, այդպես ելույթներն ավելի գործնական են։ Իմ YouTube-ային մեջ չեմ մտնում, ֆիզիկապես չեմ հասցնում, կամ այստեղ պետք է անեմ, կամ YouTube-ում, դրա համար նախընտրում եմ Facebook-ում անել, այսպես ավելի հարմար է սպային։ Դիտարկումներ Գերմանիայից, այսպիսով, ինչ ենք մենք տեսնում։ 2024 թվականին, երբ առաջի անգամ այցելեցի Հայաստան, վերադառնալուց անմիջապես հետո իմ մերձավոր գործընկերներին աշխատանքային տարածքում հայտարարեցի, որ եթե Հայաստանում այս քաղաքական մշակույթը գնա այս սկզբունքներով, Նիկոլ Փաշինյանը հաղթելու է։ Դրանից հետո փորձեր արվեցին իմ կողմից որոշակի խմբերի հետ աշխատանքներ անելու, նրանք ովքեր որ ձևավորում են քաղաքական օրակարգը եւ հատկապես վերջի շրջանում ընտրական փուլից առաջ որոշակի կոնտակտներ ունեցա այն ուժերի հետ, ովքեր որ ըստ էությամբ հանդես էին գալիս որպես ընդդիմադիրներ եւ առաջարկեցի համագործակցության լայն ֆորմատ, որպեսզի կարողանանք օժանդակել։ Ցավոք սրտի այդ համագործակցությունները չստացվեցին, քանի որ ընդդիմադիր դաշտի առաջի դեմքերը կամ լիդերները ունեին իրենց համար նախապատրաստած օրակարգ եւ նրանք հատուկ ցանկություն չունեին համագործակցել այնպիսի ֆորմատով, որը կարող է փոփոխության ենթարկել ներհայկական օրակարգը։ Ներհայկական օրակարգը մի հատ է, որը ձևավորել է Նիկոլ Փաշինյանը, որը հայտարարել է հետևյալ կերպ՝ Հայաստանը 29743 քառակուսի կիլոմետր։ Այս օրակարգով աշխատել են Հայաստանի Հանրապետության բոլոր ուժերը, ընդդիմադիր եւ ոչ ընդդիմադիր։ Երկրորդ փաթեթը, որ կողմերն աշխատում էին, Նիկոլ Փաշինյանը իր անհամաձայնությունը Ռուսաստանի հետ ուներ 70-30 հարաբերությամբ, ընդդիմադիրները 100% համաձայնությամբ Ռուսաստանի։ Եվ վերջին ընտրությունների արդյունքները իմ համար գոնե հասկանալի էին իրենց ձևով, կերպով, եւ ես համայնքական սենատի անունից հանդես եմ եկել հայտարարությամբ եւ համարել ենք, որ այդ ընտրությունները լեգիտիմ չեն։ Այդ մասին հետո հայտարարեց նաեւ ընդդիմադիրները, հայտարարեց նաեւ այսօր Նիկոլ Փաշինյանը, ընտրությունները լեգիտիմ չեն։ Այդ մասին է հայտարարում նաեւ անկախ դիտորդ հասարակական կազմակերպության խումբը Դանիելի Յոնեսյանի առաջնորդությամբ։ Հասարակական դաշտում բոլորը կարծում են, որ ընտրությունները լեգիտիմ չեն, բոլորը, չկա մեկը, որ այլ տիպի մոտեցում ունենա, բայց դրանով հանդերձ ձևավորված է այս համակարգը, որտեղ Նիկոլ Փաշինյանը զբաղեցնում է մոտարապես 50% եւ այն 50%-ը մյուս ընդդիմադիր խմբերը։ Իմ առաջարկությունը Գերմանիայից նայելով հետեւյալն է եւ այն անփոփոխ է։ Այո, ընտրությունները լեգիտիմ չեն, այո, մենք գտնվում ենք իրավական ճգնաժամի մեջ, բայց ընդդիմադիրները պարտավոր են վերցնել մանդատները առանց ձայն հանելու եւ գնալ խորհրդարան եւ փորձել խորհրդարանում հակակշռել եւ խորհրդարանում բերել այն բոլոր լուծումները, որոնք որ Հայաստանի Հանրապետությանը կարող են օգնել։ Զուտ պատմականորեն վերցնենք, հարգելիներս, Հայաստանը այս իրավիճակը կրկնվել է 1920 թվականի նույն ամիսներին, երբ որ Հայաստանի իշխանությունները չգիտեին ինչպես պետք է վարվեն, այն ժամանակ դոմինանտ էր դաշնակցությունը հանրապետությունում եւ դաշնակցությունն էր, որ փորձում էր իր աճ եւ ձախ թևերով
հարաբերություններ կառուցել արտաքին աշխարհի հետ, որը վերջին հաշվով չստացվեց։ Հիմա այս իրականությունը նույնատիպ կրկնություններ ունի, մի փոքր տարբերությունները, որ այն ժամանակ Թուրքիան եւ Ռուսաստանը գտնվում էին հեղափոխական իրավիճակում, հիմա Թուրքիան եւ Ռուսաստանը հեղափոխական իրավիճակում չեն, կայացած պետություններ են, իրենց թուլություններով, իրենց հզորություններով, իրենց միջազգային վարկանիշով։ Եվ այս իրադրության մեջ ամբողջ ռուս-թուրքական խնդրը տեղափոխված է հայ-ադրբեջանական տարածք։ Սա հարկավոր է գիտակցել, մենք գործ ունենք նույն խնդրի հետ, նույն որակների հետ, բայց մոդերացիան իրականացվում է Ադրբեջանի միջոցով։ Դա մենք պետք է հասկանանք։ Խոսակցությունները, որոնք որ կապված են իրավական խնդիրների հետ, մասնավորապես Հայաստանի տարածքային ամբողջականության հետ, այլևս քննարկելու նյութ չունենք Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ձևավորել է քաղաքական մի այնպիսի օրակարգ, որը իր իրավահարաբերությունները կառուցում է Ալմատայի հռչակագրի շրջանակներում։ Սա արդեն կատարված փաստ է եւ ընդդիմադիրները պետք է կարողանան այլ մոդել ներկայացնել։ Իսկ այդ մոդելը մենք ձևավորել ենք, ավարտել ենք, համահայկականությունը երկու հատված ունի կամ երկու մաս ունի։ Հայաստանի Հանրապետությունը իր 3.500.000 բնակչությամբ եւ արտերկրի հայությունը մոտ 20 միլիոն։ Հիմա այդ 20 միլիոնը պետք է կարողանա համախմբվել մեկ բանի շուրջ, այդ մեկ կառույցի շուրջ, որը միջազգային իրավագիտակցության մեջ ֆիքսված է կա, դա Արևմտյան Հայաստանի անբամբ գործող կառույցներից մեկն է կամ կառույցն է, կամ արևմտահայության կառույցը, իրավաքաղաքական դավտարանդի կառավարությունը, իսկ դրանից դուրս համահայկական սենատը։ Ինչով է սա կարևոր։ Ես չեմ ուզում խորը փիլիսոփայական կամ իրավագիտական հարցեր առաջվել, պարզապես զուտ ռացիոնալ հաշվարկի միջոցով մենք կարող ենք հարցին տալ լուծում։ Հայաստանի Հանրապետության վարչապետը հայտարարել է, որ ինքը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վարչապետն է եւ այն քաղաքացիների, ովքեր նվազագույնը 6 ամիս ապրում են Հայաստանում։ Մնացածը իր իրավասիրություններից դուրս է։ Okay, ուրեմն մնացած հայությունը պետք է հայտնվի այլ իրավասիրության տակ։ Կարող են հայտնվել մասնավորապես թուրքական իրավասիրության տակ, ասենք գերմանական եւ այլ տարբեր իրավասիրությունների տակ, ինչպես որ դա ըստ էության հիմա կա։ Գերմանիայում ապրող 150,000 գերմանահայերը իրենք ընդհանրապես թքած ունեն բոլոր ուղղություններով, իրենք իրենց համար լավ ապրում են, փողը կա, Գերմանիան ապահովում է կենսամակարդակ, իրենք չաղ երջանիկ բախտավոր իրենց համար ապրում են։ Եվ այդ 150,000 հայերից մատերի վրա կարելի հաշվել մինչև մի 50 մարդ, ովքեր որ Հայաստանի Հանրապետությանը վերաբերում են որպես պետության եւ երկրի եւ նաեւ իրենց հայրենիքի, որի նկատմամբ իրենք պարտավորություն ունեն։ Համանման իրավիճակ են գրեթե բոլոր հայկական համայնքներում եւ բացառություններ չկան։ Հիմա որպեսի process-ը լինի վերահսկելի, նաեւ մեր թշնամիները եւ հակառակորդները ցանկանան Հայաստանի Հանրապետությանը հանգիստ թողնել, մեկ բան է, որ համահայկական սենատի միջոցով կարողանանք հայությանը ներկայացնել համահայկական սենատի միջոցով։ Այլ ինստիտուտներ չկա։ Ռուսաստանի հայերի միությունը սպառված կազմակերպություն, կառույց է։ Եվրոպայում չկա համատման մի այլ կազմակերպություն։ Եկեղեցուն մենք դնում ենք մի կողմ, որտեղ եկեղեցին լուծում է այլ տիպի խնդիրներ եւ եկեղեցին սկսում է քաղաքականանալ, մենք ունենում ենք խնդիրներ։ Ավանդական կուսակցությունները նույնպես իրենց սպառել են եւ ցավոք սրտի այդ սպառման մասին
մենք լսում ենք բոլոր անկյուններից եւ բոլորս էլ գիտակցում ենք, բայց դե ասում ենք մեր ավանդական կուսակցություններն են թող լինեն։ Հիմա խնդիրների լուծման մեջ այն որ կա կուտակված են բոլորը հնարավոր լուծումները իրենք իրավական տարածքում են։ Տեսեք Իրանը եւ Միացյալ Նահանգները կենացու մահու պատերազմի մեջ են։ Եթե հարաբերակցությունը մենք վերցնենք ուժային հարաբերակցությունը, ապա դա նույնն է ոնց ինչպես Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերակցությունը, ուժային հարաբերակցությունը Միացյալ Նահանգների եւ Իրանի։ Միացյալ Նահանգները կորցրեց բարձր վերնախավի գեներալներ, երկրի ղեկավարներ, Հայաստանի Հանրապետությունը տվել է միայն շարքային զոհեր, այսինքն զոհվել են այն մարդիկ, ովքեր որ եղել են առաջնագծում եւ որևէ մի գեներալ չի զոհվել։ Ես հիմա չեմ ասում որ գեներալները գնան զոհվել, մեր գեներալները փախել են Հայաստանից։ Իրանական ոչ մի գեներալ չի փախել եւ դրսից չի հորջորջում, թե հիմա մենք հետ կգանք ինչ որ սարեշուր կտանք, այլ զոհվել են։ Ըստ էության մենք հիմա ունենք մի օրակարգ ընդամենը, այսինքն հայ ժողովրդին պարտադրված է ունենալ 1920 թվականի բոլշևիկյան, ոչ ռուսական, տարբեր բաներ են, բոլշևիկյան կուսակցության օրակարգը Հայաստանը ընդամենը 29743 Նիկոլյասը, մի այն ժամանակ մի քիչ ավելի մեծ էր, մոտ 31000 էր, բայց ըստ էության մենք մտնում ենք բոլշևիկյան կառավարման տարածք, բացարձակապես նույնականությամբ, նույն դիկտատորական սկզբունքներով եւ ընդդիմադիր այն ժամանակվա 1920 թվականի ընդդիմադիրները իրենք սպանվեցին, կացնահարվեցին, մնացածը փախան Հայաստանից, ովքեր մինչև 37 թիվը մնացին, նրանց մի մասն էլ այդպես մահացավ, գնաց եւ Հայաստանը բոլշևիկյան կոմունիստական համակարգի շրջանակներում 70 տարի զարգացավ եւ տվեց այն արդյունք, ինչ որ մենք բոլորս դրանից օգտվել ենք։ Հիմա Նիկոլ Փաշինյանը կրկնում է այդ նույն մոդելը, բացարձակապես մի տարվեք, մի խաբվեք բոլոր մնացած խոսակցությունները, ոչ ընդդիմադիրների, ոչ էլ իր։ Միակ տարբերությունը այն է, որ մենք չենք տեսել, թե ինչպես են 1920 թվականին ոչնչացնում հայ մտավորականներին։ Մենք լսել ենք այդ մասին։ Մենք չենք տեսել, թե ինչպես են վերացնում, փչացնում։ Մենք հիմա դա տեսնում ենք։ Բոլշևիկների ստեղծած ակադեմիան հիմա քանդում են։ Տարբերություններն այդպիսին են։ Ցավալի է, որ այն ուժերը, ովքեր որ խորհրդարանում այսօր մանդատները վերցրել են, նույնիսկ վախենում են գնալ այդ մանդատների հետևից։ Գիտեք, թողնել ժողովրդին մենակ, երբ որ ժողովուրդը գտնում է ծայրահեղ ծանր վիճակում, ժողովուրդը նկատի չունեմ հավաքական առումով։ Նրանք, ովքեր ձայն են տվել Նիկոլ Փաշինյանին, նրանք կապրեն չաղ, երջանիկ, բախտավոր, նրանք պրոբլեմ չունեն։ Նրանք, ովքեր ձայն են տվել Ռոբերտ Քոչարյանին, Սամվել Կարապետյանին, Գագիկ Ծառուկյանին, նրանք մտածելու բան ունեն, թե ինչու այդպես ստացվեց, թե ինչու իրենք վստահել են եւ հայտնվել են այդ վիճակում։ Եվ բոլոր խոսակցությունները կրկնակի ընտրությունների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի ձայները եւս 30%-ով կբարձրացնեն, որտեղ այդ ընտրողները նորից չեն գնալու եւ չեն ընտրելու Սամվել Կարապետյանին, Գագիկ Ծառուկյանին կամ Ռոբերտ Քոչարյանին։ Չեն ընտրի, որովհետև Հայաստանը մտել է 1937 թվականի պայմանական NKVD-ի շրջան։ NKVD-ն, այսինքն ներքին գործերի նախարարության գիշերներով գալիս մարդկանց հավաքում տանում էին։ Բայց մենք ունենք լուծումներ, հարգելիներս։ Այդ լուծումներից մեկը ես առաջարկել եմ եւ մնում եմ այդ տարածքում։ Մենք պետք է կարողանանք արտերկրում ապրող հայերի միջոցով ձևավորել օրակարգը։ Եվ այդ օրակարգը ձևավորելու համար ես 3 հատ գիրք եմ ժամանակին գրել, պատրաստել, արել, ցույց եմ տալիս ռուսերեն լեզվով, հայերեն լեզվով եւ օրիգինալ փաստաթղթերը։ Այս գրքերի մեջ գրված են մեր պատմության, մեր իրավունքները։
ուրիշ բան, որ մարդիկ ցանկություն չունեն կարդալու, դա էլ ուրիշ խնդիր է, բայց մենք պետք է փորձենք անելու։ Ադրբեջանին հաղթելու համար եւ թշնամիներին հաղթելու համար, հակառակորդներին կասեցնելու, դադարեցնելու համար մենք պետք է կարողանանք մեր իրավունքները տանել առաջ։ Ցույց եմ տալիս ռուսերեն գիրքը, հատուկ ռուսերենն եմ ցույց տալիս, որպեսզի հայ իրականության մեջ ձևավորված այդ մոդելները, որ Ռուսաստանը մեր բարեկամն էր, մի մասը Ռուսաստանը մեր թշնամին էր եւ այդ ձևակերպումներից դուրս կան։ Ռուսաստանն ունի երկու մոդել։ Իմ եղբայրն է, բայց ես իրեն կսպանեմ։ Ռուսաստանը այդպես է եղել եւ մնում է այդպես, բայց որpեսզի մենք կարողանանք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները կայացնել, մենք պետք է իմանանք, թե ինչ խնդիր են լուծում Ռուսաստանի հետ, ինչ խնդիր են լուծում Միացյալ Նահանգների հետ, ինչ խնդիր են լուծում Իրանի Իսլամական Հանրապետության հետ, եւ ինչ խնդիրներ չենք կարող լուծել Ադրբեջանի հետ եւ Թուրքիայի հետ։ Այս հարցերի պատասխանը պետք է լինի եւ սրա հիմքը ոչ թե 1991 թվականի Ալմայտայի հռչակագիրն է, այլ Հայաստանի Հանրապետության ստատուսի ճանաչման ակտն է, որը տեղի ունեցել 1920 թվականի դեկտեմբերի 10-ին։ Այստեղից է սկսում մեր խոսակցությունները, այսինքն նրանք, ովքեր լսում են հիմա, նրանք պետք է նստեն իրենց հարց տան։ Իրենք ինչ իրավահաջորդություն են ճանաչում։ Խոսքը չի վերաբերում հիմա դուրս գալ զենքով, պայքարի կռվի ինչ-որ մեկի դեմ։ Խոսքը վերաբերում է նրան, մարդիկ ցանկություն ունեն ինքնուրույն լուծումներ գտնելու իրավական դաշտում։ Այլ ճանապարհ, այլ տարբերակ չունենք։ Մեր բանակը, այնինչ որ ունենք, մոտ մի 40,000 զինվորանոց կամ շտիկանոց բանակ է, որը որևէ խնդիր չի կարող լուծել, որտեղ նման խնդիր դրված չի այդ բանակի առջև։ Ժողովուրդն էլ 3 միլիոնից 3.5 միլիոնից Հայաստանում 750,000-ը դրանք Նիկոլի կողմնակիցներն են, հետևաբար բազմապատկեն 4-ով, 7 անգամ 4 28, հա, մոտարապես 2 միլիոն 2.5 միլիոն մարդ ըստ էության ընտանիքներ են, էլի քաղաքացիները, նրանք Նիկոլի կողմնակիցներն են եւ այնտեղ տակը կմնա մի 600,000 700,000 մարդ, ովքեր որ համաձայն չեն Նիկոլի հետ, բայց ապրելու են այդ օրենքներով։ Ինչպես որ 1920 թվականին բոլշևիկյան համակարգի մեջ ապրում էին բոլորը։ Ֆիդայները, ովքեր որ կռվել էին Օսմանյան կայսրության Թուրքիայի դեմ, կռվել էին Ադրբեջանի դեմ, այդ ֆիդայները ապրում էին խորհրդային Հայաստանում։ Հիմա լավ էին ապրում, վատ էին ապրում, բայց այդպես է։ Ապրում են, հետո նրանց մի մասն էլ գնացին պատերազմ կամ նրանց ծերունդները գնացին պատերազմ ու այդ հիշողություններով մենք ապրել ենք, եկել ենք մինչև հասել ենք այս օրերը։ Մենք մի լուծում ունենք, որպեսզի խոսակցությունը ձեր համար չդառնա այսպես ծանրացած, ասեմ, որ Հայաստանի Հանրապետությունը 1919 թվականին Ազգերի լիգային ներկայացել է Ռուսաստանի գեներալների շտաբի ներկայացած քարտեզով։ Եվ այդ քարտեզով Հայաստանը ճանաչվել է 74,551 քառակուսի կիլոմետր տարածքով երկիր Ազգերի լիգայի կողմից։ Հիմա այս մոտեցումը գիտեն նաև Ռուսաստանում, Հայաստանում գիտեն, բայց դրա մասին չեն բարձրաձայնում, խորքային առումով տեղյակ են։ Քաղաքական ուժերը տարբեր վախերից ելնելով, տարբեր անձնական կլանային հարցերից ելնելով այս հարցը չեն բարձրացնում։ Հարգելիներս, եթե Ռուսաստանը տվել էր այդ քարտեզը, պատահական չէր տվել, եւ այդ քարտեզի հիմքով նաեւ Վիլսոնն է գծում հայ-թուրքական սահմանը։ Այս ամենն արված է եւ այսօր Ռուսաստանը Միացյալ Նահանգների հետ են լուծում Հայաստանի խնդիրը, ոչ թե Թուրքիայի, Ադրբեջանի հետ։ Պարզապես Թուրքիան եւ Ադրբեջանը այս պարագային դառնում են
այն ոստիկանները, որոնց միջոցով կարգավորվում են այդ հարաբերությունները։ Հիմա այդ քաղաքական էլիտան երբ կվերադառնա իրական իրավունքին, ես չգիտեմ, բայց դուք գոնե որ լսում եք, դուք տարածեք այդ խնդիրը, դուք ուսումնասիրեք այդ գրքերը, որ ցույց տվեց, իրենք առկա են խանութներում, համացանցում, բոլոր տեղերը վաճառվում են, մանեկեք, գտեք, կարդացեք, ձեր շրջապատում ամրացրեք ինքներդ ձեզ։ Ուրիշ լուծում չկա։ Մնացած պարագայում, եթե դա չեք անում, դուք պետք է արդեն պատրաստվեք խոսել թուրքերեն։ Հիմա խոսում եք ռուսերեն, որտեղ մեր պապերը 1918 թվականին բոլորը խոսում էին թուրքերեն, պարսկերեն եւ մի քիչ էլ ռուսերեն։ 70 տարվա ընթացքում մենք մնացինք միայն ռուսական դաշտում, հիմա նորից հետ ենք վերադառնում այդ հին սկզբունքներին, որև ես համաձայն չեմ բնականաբար, ցանկություն չունեմ, որ որևէ մեկը խոսի թուրքերեն, բայց այդպես են ձևավորել իրավիճակը։ Դուք պետք է կարողանաք ազդել այդ process-ի ձեր միկրոմիջավայրում, ոչ թե Նիկոլի հետ հակադրվել, այլևս Նիկոլի հետ հակադրվելու որևէ գործիքակազմ չի մնացել։ Բացարձակապես դա նույնն է, որ որևէ մեկը փորձեր Ստալինի հետ հակադրվել կամ Հիտլերի հետ հակադրվել։ Չկա, գործիքակազմ չկա, ձեզ ընդամենը մնում է ձեր միջավայրում խոսել այն իրավունքների մասին, որոնք մենք ունենք եւ դրանով փորձել ղեկավարել ընդհանուր իրավիճակը ձեր շուրջ լոկալ, այսինքն ապա կենտրոնացված հարաբերությունների մասին է խոսքը գնում։ Մի գնացեք կենտրոնացման, յուրաքանչյուր կենտրոնացում դա ենթադրում է որոշակի բուրգի կառուցում, իսկ որևէ բուրգի կառուցում նշանակում է հակադրություն մեկ այլ բուրգի հետ։ Այդպես աշխատում է Հայաստանի Հանրապետության իշխանությունը եւ ընդդիմությունը։ Մենք առաջարկում ենք կլոր հարաբերություն։ Ինք սենատն ինքն առաջարկում է կլոր հարաբերություն եւ այդ կլոր հարաբերության պարագայում է հնարավոր ապակենտրոնացված աշխատանքի միջոցով ապահովել եւ ստանալ որոշակի արդյունքներ։ Հակառակ պարագայում որևէ խնդիր չի առաջանա։ Ես հետևում եմ, լսում եմ շատ հաղորդումներ, շատ ելույթներ, լսում եմ, դրանք ոչինչ չեն տալիս, մեկ վարքյան էշունը ինձ հետ զուգահեռ հաչում է, մի հատ պատուանը փակեմ, շան հաչոցը կտրվի։ Ուրեմն այս խնդիրը մենք պետք է կարողանանք բարձրացնել հարգելիներս, եթե իսկապես ցանկանում ենք, որ պատասխաններ ունենանք։ Այդ լացակումած հաղորդումները, քննադատությունները իրենք սպառվել են, այսինքն այդ մարդիկ են ինչքան կարան նույն բանը կրկնեն։ Բոլորը կրկնում են, հասկանում եք, կրկնություններ են տեղի ունենում, լավ, վատ, մենք ունենք իրավունքներ, կամ մենք հետամուտ ենք լինելու մեր իրավունքները կենսագործելու, ովքեր որ Հայաստանի Հանրապետությունից դուրս են ապրում, կամ դրանով հարցը կավարտի։ Ես առաջինի կողմնակիցն եմ եւ տանում եմ այդ իրավունքները առաջ։ Ուստի եւս մեկ անգամ բոլորիդ կոչ եմ անում ինքնուրույն ձեր շուրջ, ձեր ընտանիքում, ձեր երկու ընկերների մոտ ներկայացրեք մեր իրավունքները։ Մենք ունենք իրավունքներ եւ այդ իրավունքները Հայաստանի Հանրապետությունից դուրս են։ Հայաստանի Հանրապետությունը հայտարարում է իրեն ընդամենը 29743-ի իրավատեր։ Խորհրդային Հայաստանը ձևավորվել է 30843 քառակուսի կիլոմետրի վրա, այսինքն Հայաստանի Հանրապետությունը լրացուցիչ 2000 քառակուսի կիլոմետրից հրաժարվել է իօքուտ Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի, իօքուտ ինչ-որ մեկի հրաժարվել է, այս էլ հասկացանք, հրաժարվել է, բայց իրավունքները միջազգային տարածքում երկու ֆորմատ ունեն, դե յուրե եւ դե ֆակտո։ Բոլոր այն պետություններն, ովքեր դե յուրե, դե ֆակտո ունեն 100% ճանաչելիություն, նրանք շահած պետություններ են։ Այն պետությունները, որոնք որ դե ֆակտո եւ դե յուրե տարբեր են, այդ պետությունները միշտ խնդիր ունեն
Հայաստանը, Ադրբեջանը եւ Վրաստանը այդ պետություններն են, որոնք դե յուրե, դե ֆակտո խնդիրներ ունեն։ Հայաստանը դե յուրե 74551 քառակուսի կիլոմետր է, դե ֆակտո 29743։ Վրաստանը նույն դե յուրե, դե ֆակտո խնդիրներ ունի, նույնը եւ Ադրբեջանը։ Հիմա այս է իրավիճակը։ Եթե մենք ցանկանում ենք, իսկ մենք ցանկանում ենք, մենք նկատի ունեմ ես եւ իմ գործընկերները, Համահայկական Սենատը, Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարությունը, մենք այս խնդիրները տանելու ենք առաջ եւ տանում ենք առաջ։ Պարզապես ինչքան շուտ դուք միանաք մեր աշխատանքներին, ինչքան շուտ դուք միանաք, զանգեք, կապվեք, հարաբերություն ստեղծեք ինձ հետ եւ մեր թիմերի հետ, Ռուսաստանի մեր ներկայացուցիչների հետ, Եվրոպայի, Միացյալ Նահանգների, Հայաստանի, այնքան շուտ այս խնդիրը կհաղթահարվի։ Հիմա հաջորդը որոնք են այն շահերը, որոնք թույլ են տալու այդ երկրներին աշխատելու մեր հետ։ Շատ պարզ է, ամեն ինչ արված է։ 1920 թվականի ապրիլի 14-ին ճանաչված է հավաքական պարտքը, աշխարհի հավաքական պարտքը հայ ժողովրդի նկատմամբ 19 միլիարդ 130 միլիոն։ Այս պարտքի հետ հարկավոր է աշխատել տարբեր կտրվածներով տարբեր երկրների։ Մենք հիմա այս պայն պետք է ասենք, որ Ադրբեջանը հայ ժողովրդին պարտքի մոտավորապես 600-700 միլիարդ դոլար գումար։ Այն մենք պետք է արդեն այդ մասին խոսենք, որովհետև 1919 թվականի ապրիլի 14-ի ռեպարացիոն կամ պարտքի վճարումների հետ կապված 5 միլիարդը հատկացված է միայն Կովկասյան Հայաստանի եւ Հայաստանի Հանրապետության գույքի եւ կորուստների հաշվարկին 5 միլիարդ հաշվել են։ Հիմա այդ 5 միլիարդ հաշվարկի բաշխումը կատարում է Թուրքիայի վրա, Կարս Սուրմալուի մասով, Ադրբեջանի վրա եւ մի կտորել Վրաստանի վրա։ Վրաստանը ղուրբան կարող ենք մենք մի մատը ծալել, չգնալ այդ ուղղությամբ, ուրեմն մենք գործ ունենք պարտքի մարման եւ պարտքի հետ աշխատելու խնդիրների հետ, որոնք որ կուտակված են։ Հիմա եթե մեզ լսողները, ինձ լսողները կարծում են, որ իրենց փոխարեն պետք է ուրիշները գան, անեն, զբաղվեն, այդպես չի։ Ձեր երկիրն է, ձեր հողն է, ձեր ջուրն է, ձեզանից են խլել, ձեր պապերից են խլել, իմ պապերից են խլել, ես այդ խլվածի նկատմամբ ունեմ իրավունքներ, որի շրջանակներում են կատարում եմ աշխատանքը։ Այսքանը արգելներս, այս դիտարկումը Գերմանիայից, հիշեք երկու Գերմանիաները միացել են իրար առանց մի կրակոցի, բայց այդ երկու Գերմանիաները միանալու ընթացքում իրենք խոշոր գումարներ են վճարել, որպեսզի մեկ կրակոց չլինի, սա հիշեք։ Այսքանը հարգելներս, լավ եղեք, հաջողություն կապի մեջ։